Երանի թե այն ժամանակ լիներ այս բոլոր հնարավորությունները, որ կային հիմա։ Ես Հռիփսիմե Պետրոսյանն եմ, ապրում եմ Շիրակի Մարս գյուղ Գրասենում, ինչ որ նմանատիպ հնարավորություն չկար, որ 10-10-ների մասնակցեին 23 տարեկան էի։ Գնացել էի 10-10-ներին ու բոլորը բարձրագույն կրթություն ունեցող էին, միակ մարդը, որ կրթություն չուներ բարձրագույն, այդ ես էի, ու անդադ երբ որ ասում էին ներկայացեք, ես այդ ժամանակ շատ տխրում էի ու ամաչում էի, որ կրթություն չունեմ ու կոմպլեքսավորվում էի։ Դրանից հետո նաև հասա դրան, որ բարձրագույն կրթություն ստացա ու սկսեցի, որ տարբեր տեղեր 10-10-ներին մասնակցել։ Ես հասկանում էի, որ ես հնարավորություն ունեցա այս պահին դուրս եկա մեր գյուղից, մտածում էի, որ պետք է ստեղծեմ մի հատ միջավայր, որտեղ այն մարդիկ, ովքեր չեն կարող գնան գյուղից դուրս, գոնե գյուղում մասնակցեն 10-10-ների։ Մի հատ նորից դրամաշնորհային ծրագիր կար, այդ ժամանակ դիմեցի եւ 7 տարի անց իմ երազանք իրականություն է այս պահին, արդեն շենքը կա, 400 հոգի վերապատրաստում են անցել եւ երիտասարդներ, եւ դեռահասներ, եւ կանայք, եւ տղամարդիկ։ Եվրոպական միության այս ծրագիրը մեր համայնքի երիտասարդների համար հնարավորություն էր զարգացնելու իրենց կարողությունները եւ հմտությունները թվային գրագիտության ոլորտում, նաեւ ինչպես աշխատանք գտնել, ինչպես հաղորդակցվել։ Մենք նաեւ 10-10-ների արդյունքում սովորեցինք ինչպես գրել ինքնակենսագրություն, ինչպես մասնակցել հարցազրույցների։ Դասընթացը ընդհանուր թվային գրագիտության մասին էր, մի քանի ենթափուլերով, ենթավերնագրերով, ինչպիսիք են կիբերանվտանգությունը, սոցմեդիայում կառավարումը։ Դասընթացի ընթացքում ձեռք ենք բերել եւ կրկնապատկել ենք մեր գիտելիքները, որոնք էլ հետագայում արդեն կարողացել ենք աշխատանքային process-ում իրագործել։ Վերջին տարիներին այնուամենայնիվ դրական միտումներ կան, մի շարք ծրագրեր են իրականացվել, այդ թվում Եվրոպական միության աջակցությամբ, որոնց արդյունքում տեսնում ենք, որ երիտասարդները ավելի շատ են ինտեգրվում աշխատաշուկա, զբաղվածության մակարդակն է բարելավում, ինչը դրական միտում է որպես այդպիսին։ Եթե ուզում ես ինչ-որ մի բան ստեղծել, չի կարող ոչ մի բան քեզ խոչընդոտ հանդիսանա, ոչ գյուղական համայնքում ապրելը, ոչ կրթություն չունենալը, այսինքն եթե ուզում ես, կարող ես գտնել ելքեր, լուծումներ ու հասնես այն ամեն ինչին, որ ուզում ես հասնել։